հարցեր մտվեք վարչապետ։ Չեմ հետաքրքրում իրենցով։ Մենք չունենք վարչապետ։ Գռեհիկ ու հայհոյախառը լեքսիկոնը առօրյա խոսելաձև դարձրած Հայաստանի վարչապետի հերթական գրառումն է զայրացրել քաղաքացիներին։ Երկուշաբթի երեկոյան է Facebook-ում նոր բան գրել Նիկոլ Փաշինյանը։ Հայհոյանքին հայհոյանքով է պատասխանելու, հարգանքին հարգանքով։ Երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք է, ասում են քաղաքացիները։ Իսկ լավ մարդ չէ։ Լավ չի, բան չեն տեսնում։ Ուզում եմ որ գնա, ջահաննամը գնա։ Ոչ լավ որ տեսնա, Շատ են ավել պակաս խոսում։ Ավել պակաս չխոսելու, չհայհոյելու գրավոր խոստումներ Փաշինյանը հունիսի 28-ին էր տվել, ինչպես պարզվեց Facebook-ի զգուշացումներից հետո, ուրեմն ինչ պատահեց ընդամենը 2 օրում։ Եթե մարդու ընտանիքին բարբերաբար կպնում են եւ դուք նաեւ որպես լրագրողներ դա չեք դատապարտում եւ ինչ որ պահի երբ հակառակը ինչ որ պահից սկսած մարդը այն դեպքում երբ իր ընտանիքին շարունակում են նորից վիրավորել հայհոյախառն արտահայտություններով եւ դրան արձագանքում է եւ դուք սկսում եք քննադատել, ես կարծում եմ պետք է նայել, ես կարծում եմ որ պետք է երկու կողմն էլ ճիշտն է։ Ոչ մի վատ բան չի տեսնում ԿՊԱ-ական պատգամավորը երկրի ղեկավարի բառապաշարի մեջ, մինչդեռ մարդիկ հիշեցնում են երկիր ներկայացնողը, երկրի առաջին դեմքը այդպիսի վարքագիծ չպետք է ցուցաբերի։ ինքը երբեք չի փոխվի, կարմիր կովը կաշի չի փոխի։ Ոնց հայերեն էսել պատասխանը կստանա էլի մտամ։ Անես չէ որ ինքը այստեղ մնալու են տակ են մնալու։ Նրան հայհոյանքն չի փրկի։ Հայհոյախառը գրառումներով հոգևորականներին ձերբակալելով միջազգային մամուլում աշխարհում հայտնի դարձած Նիկոլ Փաշինյանը բոլորի աչքին արդեն ծաղրածու է երևում, ասում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Ամբողջ եվրոպական մամուլը եւ միջազգային մամուլը խոսում էր նրա մասին, որ աննախադեպ մի բան է տեղի ունեցել, երբ որ երկրի ոչ բարով ղեկավարը չեմ էլ կարում մեջ բերել են խոսքեր ինչը որ ինքը ասել է, բայց պատրաստ է եղել իր բարեմասնությունները ցույց տալ վեհապար տիրոջը։ Դա մի մեծ ֆուրոր էր ուրեմն առաջացրել եվրոպական մամուլում, դրա մասին անդրադարձ եղել են ֆրանսիական մամուլում, միջազգային այլ լրատվականներ անդրադարձ, Եվրոնյուզներ անդրադարձել դրան, սա խայտարակություն է, մեզ այլ աչքով են նայում, որովհետև գործ ունենք մի իշխանությունների հետ, որոնք որ հարևան պետության ղեկավարը համարում է հարբեցող ծաղրածու, որ ամեն օր մենք տեսնում ենք ինչ բառամթերքով է հանդես գալիս երկրի իշխանությունների նկատմամբ։ Դանելյանի խոսքով Նիկոլ Փաշինյանը հայհոյախառը գրառումներ անելուց երբեք ինքնակամ չի հրաժարվի։ Այս ամեն ինչ խոսում եմ մարդու բարոյական նկարագրի մասին։ Նախ եթե դու որոշել ես չհայհոյես, ուրեմն դա պետք է լինի քու անկեղծ որոշումը, ոչ թե Facebook-ով պայմանավորված, Facebook-յան սահմանափակումներով պայմանավորված, բլոկ անելով պայմանավորված հայտարարություն անես եւ այդ հայտարարությունից անմիջապես հետո, ժամեր հետո նորից էլի շարունակես նույն գործելավոճը, որը որ իրապես հարիշ չէ երկրի ղեկավարին։ Երկրի ղեկավարի այսպիսի պահվածքը ընդունելի չէ միայն հայ ժողովրդի ու Հայաստանի համար, ասում է Դանելյանը, մնացած բոլոր երկրներն ու իշխանավորները հարկ եղած դեպքում անպայման կծափահարեն նրան։ Ինչ էլ որ անի, ինչ էլ որ խոսի, ինչ էլ որ գործի, իրենց աջակցությունն են ցույց տալիս այս իշխանություններին, որովհետև իրենք մտածում են, որ հանձինս այս մարդու իրենք կարող են իրենց այն ծրագրերը, որոնք որ Հայաստանի Հանրապետության շահերից չեն բխում, այդ ծրագրերը իրականացնել։ Այդպես չեն կարծում Հայլուրի հարցախույզին մասնակցած այս երկու քաղաքացիները, վարչապետը արել է եւ անում է ամեն բան, միայն թե երկիրը ոտքի հանի։ Վարչապետին հունից անել են, ով էլ լինի վարչապետ չի դիմանա այդ ամեն ինչի։ Վարչապետը մեղավոր չի, շատ անշնորհք ձևով ինչ ասես ասում են, խուժան լկտի բառեր շատ են ասում իրան։ Ընդդիմադիրներին ազգային ժողովում համբալ անվանած քաղաքացու վրա թքելով հայտնի դարձած իշխանության ղեկավարը դեմ չէ, որ քրեականացվի ծանր վիրավորանքը, բայց այն դեպքում, երբ դա կառաջարկի հանրությունը։ Աննա Գյուրնազարյան, Կարինե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։